Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 12-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Այստեղ միայն լինում է տարվա նշաններին, այսինքն, երբ որ դուք ծնվել եք օրինակ 1970 քանի թվականին, դա ծնվել եք Ոցե կենտրոնակերպի նշանում։ Դա չինական հորոսկոպ, այդպես թե կարելի ասել։ Դե շատ մարդիկ սիրում են սա, որովհետև մեկ բան պետք է նայեն, իսկ ամսվա նշանի մեջ նաև կարող են նայել լուսնային նշանը։ Ասցենդենտը այդքան էլ խորհուրդ չեմ տա, ավելի շատ լուսնայինը։ Ձեր նշանը եւ լուսնային նշանը։ Ահա, տեսնենք թե մեզ ինչ է սպասվելու այս օրը։ Անգստյան օրեր են, չգիտես ինչեր չենք անում։ Ահա, գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 12-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ո՞ցե երիտասարդ տղայի հետ, այստեղ կարող է իր հարսանիքն է, ձեզ ամուսնության առաջարկ է անում, գործարք եք կնքում իրար հետ, ճիշտ է, կիրեկի է, բայց դա եթե արդեն պատրաստ է, միայն պետք է ստորագրել, դա ուրիշ հարց է, բայց եւս ուշադիր եղեք, որովհետեւ այստեղ հետադարձ է Մերկուրին, մի մոռացեք այդ մասին։ Տեսնենք ով է այս տղան, գուցե ձեր տղան է։ Անցյալից ինչ-որ մեկն է, կամ նախկին ամուսինը, կամ նախկին ընկերը, կամ միգուցե իր հետ եք աշխատել, միգուցե ինչ-որ մեկն է։ Շատ կգան անցյալից, սպասեք, հա, որովհետև դա Մերկուրին է հետադարձ եւ դա նշանակում է նախկին մարդիկ կգան մեր կյանք։ Այդտեղ միայն Մերկուրին չի, Նեպտունն էլ է հետադարձ։ Եվ այդ օրը նաև կարող եք անել այնպիսի աշխատանք, որ ոնց որ ամբողջ օրը նույն աշխատանքով զբաղվեք։ Այդպես, հա, միշտ նույն բանը անեք։ Եվ այդ օրը շատ կշփվեք, շատ կխոսեք մարդկանց հետ։ Խոսակցություն, բամբասանք, քննարկումներ նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերն են սա, մի խառնեք ամսվա ծնվածի հետ։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 12-ին։ Ընտրության առջև եք կանգնած լինելու։ Ոմանք կարևոր, ոմանք ուղղակի հագուստի մեջ կամ եւ այլն։ Այստեղ նաև ինչ որ մարդիկ են, ամեն մեկը գնում իր ճանապարհով։ Ընտրությունը դա կարող է նաև լինել աշխատանքի հետ կապված, գնալ բժշկի, թե ոչ։ Նաև այդ օրը ոմանք ռեստորան հրավիրված կլինեն եւ դա միգուցե դա լինի, ինչ կրեք, ինչ հագնեք, որ գնաք ռեստորան օրինակ։ Ոմանք կարող են աշխատել նաև այդ օրը, շատ աշխատանք ունենաք, պատվերներ գրանցեք նաև։ Ոմանք կարող են այցելել հիվանդանոց, նաև չի բացառվում, որտեղ դա նաև հա ինչ որ եթե ինչ որ տեղեր էլ բաց են, չգիտեմ, բերդ, մերդ, եթե բաց են, ապա այնտեղ է կարող մարդը այցելել։ Եթե ոչ, ապա դա ավելի շատ ոնց որ ռեստորան է, փակ տեղ, որտեղ որ մարդիկ կհավաքվեն։ Եվ այդ օրը ո՞ցե գաղտնիք կբացահայտվի, ոմանք կզբաղվեն ուսմամբ, գուցե կիրակի է, նստում եք եւ համակարգչով ինչ որ երեխայի ուսման հետ կապված գրանցումներն եք անում, եթե արդեն չեք արել։ Այդպես։ Այսքանը ձեզ համար, ոմանք նաև գիրք կկարդան, գուցե գիրք եք գրում, նաև չի բացառվում, գրքի հետ կապված ինչ-որ բաներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 12-ին։ Ինչ ծանր օր է, դժվար օր է, այս ամեն ինչ կկարգավորվի, մի անհանգստացեք,
Միգուցե ինքն իրեն է կարգավորվում, միգուցե կարողանում է դուրս գալ այդ ծանր վիճակից, այդ դժվարությունից, այդ փորձությունից նաև։ Ոմանց համար կարող է լինել ճակատագրական ծանոթություն, ոմանց համար կարմայական ծանոթություն, դրանք երկուսն էլ տարբեր բաներ են։ Մի խառնեք այդ երկուսը իրար։ Ծանրություն կա, ինչ-որ մի պատասխանատվությունը ձեր ուսերին է։ Եվ այդ օրը ոչ է ոլորտ է կարգավորվում, միգուցե դա է, այդ խնդիրները կարողանում եք կարգավորել, կարողանում եք տակից դուրս գալ, ինչպես որ ասում են, եւ կարողանում եք այդ ոլորտը նորմալացնել։ Միգուցե կանոնանում է հարաբերությունները ոչ աղջկա հետ, եթե դժվարություն կար, եթե խնդիր կար։ Տեսնենք ով է այս աղջիկը, միգուցե ձեր երեխան է։ Անհանգստանում եք այս աղջկա համար, կամ անհանգստություն է ձեզ պատճառում, կամ բորբոքված եք, գորգռում եք, այստեղ սա հենց ասում է, որ մի քիչ ամեն ինչը հանդարտացրեք, կարգավորեք, կարգ ու կանոն մտցրեք։ Իսկ այստեղ սա ասում է, որ հնարավոր է դժվարություններ ունենաք այդ աղջկա հետ։ Եվ ինձ թվում է ձեզանից է շատ բան կախված, որտեղ այդտեղ գորգռացողը դուք եք։ Ուղղակի անհանգստանում եք իր համար, միգուցե ինչ-որ տեղ եք գնում, միգուցե ինչ-որ բան է, անհանգիստ եք։ Նաև դե իհարկե կատաղած եք իր վրա, այդ չի բացառվում, այստեղ երկուսն էլ կան։ Ինչ-որ մի բանով նյարդայնացնում է ձեզ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 12-ին։ Այդ օրը գումար կստանաք, նաև գումար կծախսեն ոմանք, ձեր ցանկությունները կիրականանան, կամ գումար կարող եք ծախսել ձեր հաճույքների վրա, ձեր անունը բարձր պահելու վրա։ Այստեղ կարող է նաև լինել, օրինակ, այն որ մարդը, այ մեզ տեսնում ես ինքը ոչ ոք է, հա, այսինքն ոչ ոքավորն է, ոչ մի բանով չի զբաղվում, ոչ մի գործունեությամբ շատ կարևոր, բայց ինչ-որ կապուց знак կա, չէ, անվան կողքը։ Դա իրոք շատ կարևոր պետք է գործունեությամբ զբաղվել, որ այդ կապուց знакը լինի։ Օրինակ, այստեղ կարող մարդիկ որոշեն գումար ծախսել այդ կապուց знакի վրա։ Շատերը կան, իրոք, ես համարում եմ դա, որ ոչ մի ինչ-որ կարևոր գործունեությամբ չի զբաղվում, անունը այդպես, ոչ մեկ իր անունը հաստատ չի գողանալու։ Նաև այստեղ գումար կարող եք ծախսել ձեր ցանկությունները բավարարելու համար։ Այդ օրը նաև փոփոխություն է այստեղ։ Փոփոխություն կարող է լինել տանը, բնակարանում, տարածքում, երկրի փոփոխություն կարող է լինել, հղիություն, ծննդաբերություն, նաև երկար ճանապարհ կարող եք գնալ, շատ երկար, այդպես հավեսով մի քանի ժամանոց։ Նաև փոփոխությունը ընդհանրապես լավն է մտնում ձեր կյանքի, այստեղ ձեր ցանկությունները կատարվում էին եւ փոփոխությունն էլ հետ է, դա նշանակում է, հա, որ ինչ-որ մի լավ բան է մտնելու ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 12-ին։ Ինչ բան է հեշտանալու այդ օրը ձեզ համար, դա կարող է սիրային թեմա է, կարող է հարաբերություններում հաշտեցման թեմա է։ Եթե իր այդ վիճել եք, միգուցե օրինակ ուզում եք գնալ ձեր տղայի մոտ բանակ եւ կարողանում եք շատ հանգիստ գնալ, գնալ ձեր սիրելիներին տեսնել, դռները բաց են, կարող եք հանգիստ գնալ, կամ ինչ-որ մեկին եք խառնում իրար եւ նա այնպես անում, որ կարողանաք գնալ։ Այդ որ յուրաքանչյուր բան ձեզ մոտ կհեշտանա ինչ-որ մեկին հանդիպել, հաշտվել, խոսել, տեսնել, ասել սիրո մասին, սիրահարվել նաև, հա, կարող ինչ-որ մեկն է, որ առաջին հայացքից նա սա կարող է նաև ձեզ տալ։ Ոմանք իրեն սիրելիների հետ կլինեն, ավելի շատ սեր կստանաք ձեր հարազատներից այդ օրը,
Եթե աշխատում եք գուցե աշխատանքի վայրից, նաև դե հաջողություն է, նոր դռների բացում։ Այստեղ գիտեք, եթե սեր չկա հարաբերություններում եւ եթե արդեն երկու կողմն էլ որոշել է, որ իրարից պետք է առանձնանա, այստեղ շատ հանգիստ է այդ առանձնանալը տեղի ունենում, հա։ Շատ հանգիստ կարող փակել այդ դուռը։ Շատ հանգիստ խոսել, պայմանավորվել եւ հասկանալ իրար ու վերջ։ Ամեն մեկը իր ճանապարհով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օցերին։ Ինչ է սպասվում օցերին հուլիսի 12-ին։ Շատ աշխատանք է սա, պետական հիմնարկություն է, ռեստորան է, միգուցե իրոք են, որ սա բոլորը հանգստանում են, դուք այդ օրը ճռում եք, նայեք, դժվարություններ կան։ Բեռը ձեր ուսերին, պատասխանատվությունը ձեր ուսերին, միգուցե իրոք կիրակի օրով պետք է գնաք աշխատեք եւ ավելի շատ է բեռը ձեր ուսերին, միգուցե նաեւ հա ոնց որ երկուշաբթի օրվա համար եք դա անում։ Միգուցե ձեր տանն է, միգուցե ձեր պատվերներ եք անում, դժվարություն է, այստեղ պետք է գնա ձեզանից ինչ-որ մի բան։ Միգուցե դժվարություններն են գնում ձեզանից։ Միգուցե որոշում եք փոխել աշխատանքը եւ վերջ տալ այդ դժվարություններին, կարող է իրոք շատ դժվարությամբ եք գումար վաստակում։ Խնդիրներ կարող են լինել, որոնք կարող եք հաղթահարել եւ գնա այդ խնդիրները, որովհետեւ դրանք նոր չեն, դրանք հին են եւ միգուցե եւս էլի եկել են եւ դուք կարող եք այն լուծել եւ ձեր կյանքից հանել եւ նոր բանի նոր լավ բանի ավելի շատ արդեն տեղ բացեք։ Եվ ոմանք այդ օրը ռեստորան կարող են գնալ, գուցե ինչ-որ առիթ է, ճակատագրական քայլ է այստեղ, կարող ձեր երեխան է ամուսնանում, այ դուք եք ամուսնանում կամ ձեր քույրը, հա ինչ-որ մեկը հարազատ մեկը։ Այստեղ եթե գնաք նման տեղ, որտեղ փակ տեղ է, եւ այնտեղ վեճ լինի, անպայման դուրս եկեք։ Դուրս եկեք անպայման այնտեղից։ Մի մնացեք վեճի ժամանակ։ Չգիտեմ ովքեր ունեն հիվանդանոցում մարդիկ։ Այստեղ եթե շատ է արդեն դժվար, այստեղ շատ եմ ցավում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին հուլիսի 12-ին։ Բակային առույգ կլինեք, այսօր կողմ կգնաք, նորություններ կլսեք։ Նաև հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր։ Ինչ-որ բաներ պատվիրեք, ինչ-որ կոզե շրջապատ, օրինակ գալիս է ձեր տուն։ Հավաքվում եք ձեր տանը, հավաքվում եք ինչ-որ մի տեղ, ինչ-որ բաներ եք պատվիրում, ուրախանում։ Նաև ոմանք այդ օրը կյանքի նոր իմաստ կգտնեն, ինչ-որ մի բան տեղի կունենա, հա, որ ձեր կյանքին նոր իմաստ կտա, ավելի իմաստուն կլինեք, ավելի ուրիշ ձև կսկսեք մտածել, հասուն։ Նաև ոմանց համար սա պաշտոն է, պաշտոնի բարձրացում է, օրինակ գիտեք, որ հաջորդ օրվանից արդեն ոնց որ ասենց դիրքով եք աշխատելու եւ պատրաստվում եք դրան հոգեպես նաև։ Գուցե այստեղ այսօր են կողմ եք գնում հագուստ գնելու համար, այսինքն այլ ավելի, հա, ուրիշ կերպ պետք է հագնվել արդեն հիմա։ Այս շրջապատը կարող է լինել իրոք կամ ճանաչված մարդիկ, կամ բարձր խավի մարդիկ, կարող նստել նման մարդկանց հետ, խոսել։ Եթե մեքենա եք վարում, ապա ուշադիր եղեք պետավտոտեսուչներից, որպեսզի ձեզ չհանդիպեն։ Նաև ինչ որ մարդիկ կլինեն, ովքեր որ ձեզ կօգնեն կամ կաջակցեն, թեկուզ բարերով, թեկուզ, հա, ինչ-որ մի օգնությամբ։ Այսքանը ձեզ համար կարող է սա նոր ծանոթություն է հակառակ սեռի ներկայացուցչի հետ եւ ոչե բարձրաստիճան մարդ է, պետական աշխատող է։ Այսքանը ձեզ համար,
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հուլիսի 12-ին։ Ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էներգիայով եք, այստեղ երկու քարտա դուրս գալիս։ Էներգիայով լի կլինեք, դա համար կարող այստեղ ուրախ լինեք, ինչ որ առիթ է, այստեղ առիթ եք նշում, ձեր հարազատների, գուցե հարսանիք է, նշանադրություն է, գուցե դուրս է գալիս հասարակական վայր եւ այնտեղ հանդիպում եք ձեր 6 երեսանի ծանոթներին, ովքեր որ վայ, այսպես իբր վաղուց չեք տեսել իրար եւ այլն, կամ եթե առիթ է այդտեղ եւս ոնց որ եւ նախանձում են ձեր բարձր տրամադրությանը, որ դուք այդպես էներգիայով լի եք, այդպես ինչ-որ բաներ եք անում։ Նախանձություն կա այստեղ, ուշադիր եղեք։ Ուղղակի կարող հանդիպեք թեկուզ դրսում, հասարակության մեջ ինչ-որ բաներ առաջարկեն ձեզ։ Պես մի հալած յուղի նման ընդունեք։ Մի րոպե։ Նաեւ այդ օրը ինչ որ ոլորտ, որը այդքան էլ ոնց որ կաղում էր, կարելի այդպես ասել, այդ ոլորտով կզբաղվեք, այդ ոլորտը կուղեք, կկարգավորեք, ինչ որ մի հարց կկարգավորվի ձեզ մոտ։ Այսքանը։ Եթե ինչ որ մի բան այստեղ ձեզ առաջարկեն, այդ բանը արդեն ասացի, այդքան էլ լուրջ մի ընդունեք։ Իրանք ընկան, հա, ես չգիտեմ, որ մեկն էր ուզում ընկներ։ Երկուսն էլ ընկան, որ հասկանաք, որ կամ հասարակության մեջ եք նման մարդու հանդիպելու կամ ոչ թե առիթի ժամանակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 12-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, գուցե իր հարսանիքն է, տեսնենք ով է այս աղջիկը, գուցե ասում է, որ ամուսնանում է, խոչընդոտներ կան, կամ այս աղջկա կյանքում, կամ ինքն է ձեր կյանք խոչընդոտներ բերում, ոնց է իրեն հանդիպել է ձեզ համար ոնց որ տհաճ է, այդքան էլ լավ չէ։ Այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանք պայմանագիր կարող են կնքել, ոմանք էլ նույն բանը կանեք, օրվա ընթացքում ոնց որ նույն բանը, ոնց որ ես ամբողջ օրը քարտեր անում այդպես։ Նույն բանը։ Եվ այստեղ նոր կյանք ոմանք կսկսեն, նոր հարաբերություններ, նոր սեր, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն ոմանց համար։ Համակարգիչս մեկ գժվում, այսին համակարգիչն է, որ ընկավ։ Եմ մյուս էլ կողքերս չեմ դնում։ Եվ փչացել էր նույնիսկ վերականգնում։ Ամբողջ տեղեկատվությունը մեջն այնքան է ծանրացել։ Նոր կյանք կսկսեք, նոր միգուցե աշխատանք ոմանց համար, կարող է պայմանագիր եք կնքում եւ երկուշաբթի օրվան դրանք ուրիշ բան եք արդեն անելու, այլևս դա չեք անելու։ Ոնց որ անցնում եք արդեն մեկ այլ աշխատանքի, մեկ այլ բանի։ Նոր բիզնես կարող է ոմանք էլ բացեն։ Հարսանիքի կարող եք լինել, հարսանիքի հրավեր կարող եք ստանալ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակահաղներին։ Ինչ է սպասվում ակահաղներին հուլիսի 12-ին։ Այդ օրը ոմանք ժամադրություն, անակնկալներ, նվերներ, ուրախ պահեր, մուտածաղներ նվեր ստանում, միգուցե մեկ այլ բան է։ Նույն դեպս ուրախություն է դա ձեզ բերելու, բարձր տրամադրություն կունենաք։ Նաև ժամանակի մեջ պետք է տեղավորվեք, որ ինչ-որ մի բան հասցնեք անեք։ Ժամ եք պայմանավորվել, շատ եղեք, որպեսզի չուշանաք։ Ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, ինչ-որ մի բան անելու։ Այդտեղ հստակ երևում է, այստեղ հանդիպում է
սիրային ժամադրությունը, որ չէ տղայի հետ, տղամարդու հետ։ Նաև կողը անակնկալ է անում, օրինակ ասել է, որ գալիս եմ երեկոյան, մեկ էլ հոպ ցերեկը անակնկալ է անում եւ գալիս օրինակ ինչ-որ մի տղամարդ։ Տան տղամարդը, տան տղան։ Տեսնենք ով է այս տղան, լավ։ Կողը կիմանալ, որ սկսել է աշխատել, կամ աշխատանքից դուրս է եկել եւ գիրակի է գալիս է տուն, ձեզ զարմացնելու։ Գուցե նաև պետական աշխատող է, գուցե նաև ձեր տնօրենն է։ Դեռ ովքեր որ աշխատում են այդ օրը կարող նաև կարող հենց ինչ որ մի աշխատանք առաջադրանք տա եւ ոնց որ ժամի մեջ պետք է տեղավորվեք, կարող ձեր տնօրենի աշխատանքի հետ կապված։ Եվ դες կարող հավելյալ բոնուս է տալիս դրա համար, որ դուք մնում եք կամ աշխատում եք այդ օրը, կամ անում եք այդ գործը։ Պետական աշխատող նաև կարող է լինել, կամ այստեղ միգուցե հիվանդանոցում է պարկած, գնում եք իրեն տեսակցելու, միգուցե իրար հետ գնում եք ռեստորան որևիցե։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 12-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է այդ աղջիկը։ Փոքր այստեղ նայեք։ Այս աղջկա հետ կապված, եթե ոմանք ինչ-որ էմոցիոնալ պահեր են, որոնք նաև բերում են լաբիրինթ, կարող է խնդիրներ կան այս աղջկա հետ կապված եւ չեք կարող լուծել։ Դա ոմանց է վերաբերվում։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Էլի աղջիկ։ Ինչ որ աղջկա հետ է նաև կապված, տեսնենք։ Ոչուշի տալիս ով է։ Ինչ որ մի աղջկա մայր կարող է լինել։ Ձեր հարսի մայրը կարող է լինել օրինակ։ Ձեր ընկերուհու մայրը։ Ինչ-որ նամակ է, ինչ-որ փաստաթուղթ է, որը տալիս եք մեկը մյուսին, միգուցե հարազատ է, միգուցե բարեկամ է, եւ ինչ-որ նամակ պետք է ձեզ ուղարկի։ Ուզում եք խոսել իր հետ, չեք կարողանում, այստեղ էմոցիոնալ եք բավականին, շատ ոտը բախվում եք անդադ խնդրի։ Միգուցե ձեր աղջիկա ուսուցչուհին է, եւ ինչ-որ բան եք ուզում իմանալ եւ չեք կարողանում իրեն գտնել։ Ինչ-որ պահեր են այստեղ, հա, պետք է հասկանալ աղջիկ եւ ոչ նամակագրական պահեր, փաստաթուղթ, տեղեկատվություն։ Այդ օրը բավական էմոցիոնալ եք, շատ էմոցիոնալ եք, նաեւ ինչ-որ բաներ ձեզ մոտ գաղտնի է մնում, ոնց որ չեք կարողանում լիարժեք հասկանալ, դա է ձեզ ավելի շատ էմոցիաներ բերում։ Եվ քանի որ չեք տեսնում ձեր դիմացը, այսինքն լուսինը դա մութն է, լուսինը դա գիշերն է եւ մարդը ոնց որ չի տեսնում դիմացը ինչ է կատարվում։ Եվ դրա համար ինչ որ մի բան այդ օրը սկսելուց, անելուց առաջ պետք է երկար մտածել, որտեղ կարող եք բախվել որևիցե խնդիրների, որտեղ չեք տեսնում դեր ապագան, չեք տեսնում հետագան։ Տեսնենք, այդ օրը նաև ոմանք կարող են խճճված լինել ինչ որ գործի մեջ եւ չկարողանան դուրս գալ, ոնց որ չիմանան որն անեն, ինչպես անեն, դժվարություն կա, չեք կարող իրոք հասկանալ ինչպես կարող եք դա անել։ Տեսնենք դուրս կգաք այդ խնդրից, այդ լաբիրինթից։ Կամ անսպասելի, կամ ինչ-որ մի բան պետք է հանեք ձեր կյանքից, որպեսզի կարողանաք այդ հարցին լուծում տալ։ Օրինակ բերեմ, եթե դուք խճճվել եք ձեր գործերի մեջ, այսինքն չեք կարողանում, չգիտեք որ մեկի պատվերը տաք, ապա այստեղ պետք է ոնց որ կտրուկ քայլը դա կարող լինել, հա, ինչ որ եթե ընտանիք ունեք, ընտանիքը, հա, դուք գցեք մի կողմ, հա, ոնց որ ավելի կարևոր է սա, որտեղ խճճվել եք, որտեղ պետք է անեք, այսպես ինչ որ մի բան որ հանում եք ձեր կյանքից, դա յուրաքանչյուր բան կարող լինել, որ խանգարում է այդ պահին։ Այստեղ վիրահատության հետ կապված եւս այդքան էլ խորհուրդ չեմ տա։ Կարող լսել, կարող չլսել, չգիտեմ, միևնույն է, Մերկուրին է հետադարձ։ Խնդիրներ կարող է առաջանալ, իհոք։ Ես զգուշացնում եմ։
Այստեղ նաև կարող է լինել ասեղային ոչ գործողություններ, գնում եք ինչ-որ գործողություններ եք անում եւ ինչ-որ մի բան կարող է սխալ անել եւ այդ սխալի պատճառով ոնց որ մարդը խճճվում է եւ չգիտի ինչ որոշում կայացնի եւ սխալը էլ ավելի ինչ-որ կտրուկ քայլով էլ ավելի շատ սխալ անեք։ Փորձեք այդ օրը ուղղակի, եթե ինչ-որ մի բանը խճճվում է, ինչ-որ մի բանը ավելի հանգստանալ, ոչ թե կտրուկ քայլ անել դրա հետ կապված, որտեղ այդ կտրուկ քայլը եւս կարող է խնդիրներ առաջացնել։ Չեմ կարող ասել կտրուկ քայլից է խոճճվել է, որովհետև այսպես թեմպես ինքը դա չի։ Ավելի իմաստուն եղեք ավելի լավ է եւ եթե ինչ-որ մի բան չի ստացվում այդ օրը զգում եք որ խառնվել եք իրար, ոչ մի բան մի արեք, հանգստացրեք ձեզ, հետո կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 12-ին։ Այդ օրը մանրուքներին պետք է լավ ուշադրություն դարձնեք, եթե ինչ-որ գործեր պետք է անեք, մանր գործեր կարող եք անել։ Նաև յուրաքանչյուր փաստաթուղթ ստորագրելուց դե ինքը կիրակի է, բայց ամեն դեպս ինչ-որ մի բան է կարևոր։ Յուրաքանչյուր բան այստեղ մանրուքներ ուշադրություն դարձրեք։ Այդ օրը նաև կգտնվեք ոչ լավ շրջապատում, գուցե գումարը դուք եք նաև ծախսում, ձեր վրա եք վերցնում, այստեղ միգուցե դա են հենց ասում, մանրուքներ ուշադրություն դարձրեք, ինչու պետք է օրինակ դուք փակեք վճարը։ Ինչու։ Ինչու եք վերցնում ձեզ վրա։ Այդ օրը նաև մի փոքր իմաստուն պետք է լինել, ձեր կյանքը նոր իմաստ կստանա։ Այստեղ նաև կարող է, գիտեք, ձեր ձեռքի աշխատանք, օրինակ այն մանր բաներ եք անում, դա գնահատվի, պետականորեն դա գնահատվի, ձեր տնօրենի կողմից ձեզ առաջ տանեն այդ հարցում, աշխատավարձը նաև բարձրացնեն, գնահատեն, որ դուք կարող եք ձեռքով ինչ-որ մի գործողություն անել։ Եվ իսկ ընտանիքում մի մտեք, այդպես մի մանրուքների հետևից ընկեք, ինչու այսպես արեցիր, ինչու սա արեցիր, հա, ավելի իմաստուն եղեք։ Կարող է խոսակցությունը լինել գումարի հետ կապված, ունեք, ինչու սա ծախսեցիր, ինչու նա արեցիր, այդպես։ Դա այսքանը, ոման գումար կստանան այդ օրը, ոման գումար կծախսեն այդ օրը։ Ձեր աշխատանքի դիմաց դա կարող է լինել, ոման կարող են պաշտոն ստանալ։ Եվ երկուշաբթի օրվանից աշխատեք արդեն մեկ այլ պաշտոնում եւ կարող է իրոք պետք է լավ ուսումնասիրել մանրուքները, թե ինչ եք անելու, նոր հետո անցնել այդ աշխատանքին, գուցե նաեւ առաջարկ եք ստանում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։